Բարև ձեզ։ Այսօրվա մայիսի 8-ի Մամլյուն հաղորդաշարի հերթական հաղորդում ես վերնագրել եմ հաղթանակաբեսությունն ու իրականությունը։ Բայց նախքան թեմային անցնելը բաժանորդագրվեք, խնդրեմ իմ Մամասի Հովհաննիսյան YouTube ալիքին, դրեք լայքեր, որովհետև ձեր լայքերով իմ Մամասի Հովհաննիսյան YouTube ալիքը ավելի է տարածվում։ Իսկ հիմա անցնեմ բույնյութին, այսպես մայիսի 8 իմ հաղորդման վերնագիրը հաղթանակաբեսությունն ու իրականությունը։ Ինչպես երևի արդեն հավանաբար գիտեք եւ հաստատ գիտեք, նացիզմի դեմ տարած հաղթանակը Եվրոպայում նշվում է միշտ մայիսի 8-ին, ի տարբերություն խորհրդային միության եւ հիմա էլ արդեն հետխորհրդային տարածքում մայիսի 9-ին։ Ոմանք բացատրում են այդ տարբերությունը նրանով, որ իբր այն ժամանակ Ստալինը արդեն հասկանում էր, որ հակամարտություն է սկսվելու նախկին կոալիցիոն ուժերի հետ, Արևմուտքի հետ, Ամերիկա, Ամերիկա, Անգլիա, Ֆրանսիա, եւ դրա համար, որպեսզի միասին չնշեն նացիզմի դեմ տարած հաղթանակի օրը, ինքը որոշել է, որ մի օր հետո առանձնանա այդ իրադարձության տարեթիվը։ Իսկ նաեւ ինձ անկեղծ ասած այնքան էլ հավաստի չի թվում այդ վարկածը եւ ավելի հավաստ է ըստիս այն վարկածը, որ ինչու 8-ին Եվրոպայում եւ ինչու 9-ին, ասենք խորհրդային միությունում եւ այդ խորհրդային տարածքում, որովհետեւ երբ ամսի 8-ին, մայիսի 8-ին ստորագրվել է Գերմանիայի անվերապահ կապիտուլյացիայի պայմանագիրը, ակտը, ավելի ճիշտ, այդ ժամանակ ժամային տարբերությամբ խորհրդային միությունում եւ հետ խորհրդային միության տարածքում արդեն եղել է ամսի 9-ը։ Ըստիս դա ավելի երկիր մոտիկ է, ինչու Եվրոպայում ամսի 8-ին, իսկ հետ խորհրդային միության տարածքում, խորհրդային միությունը հետագայում նշվում են մայիսի 9-ին։ Հիմա իմ թիկունքում, ինչպես տեսնում եք, այսօր տեղի ունեցել միջոցառում, Միացյալ Նահանգների դրոշն է, Չեխիայի դրոշն է եւ ծաղկեպսակներ։ Առաջ դրանց դրվում էր խորհրդային միության դրոշներ էր դրվում։ Ներեք, դարձ մարդիկ էին, եւ խոսքով։ Այսօր բնականաբար խորհրդային միության դրոշը եւ Ռուսաստանի դրոշը չկա։ Չկա, որովհետեւ Ռուսաստանը պատերազմ է մղում Ուկրաինայի դեմ։ Մի ժամանակ նույնիսկ ռուս պրոպագանդիստները հասան նրան, որ ռուսները Ուկրաինայում կռվում են ոչ թե ուկրաինացիների դեմ, այլ Ամերիկայի դեմ։ Չնայած որ պատերազմը սկսելու պատրվակ էր Ուկրաինան դենացիոնալիզացնելու, դեմիլիտարիզացնելու, ապա նացիոնալիզացնելու, ապա միլիտարիզացնելու, հիմա Ուկրաինայի դեմ հարձակվել են, բայց պարզվում է, որ Ուկրաինան է հարձակվել Ռուսաստանի վրա։ Մի խոսքով։ Ինչևէ, քանի որ Չեխիան է ակտիվ պաշտպանում է Ուկրաինայի շահերը, եւ բնականաբար այսօր այստեղ Ամերիկայի Միացյալ Նահանգների Չեխիայի դրոշների կողքին տեղ չի գտել Ռուսաստանի դրոշը։ Իդեպ կարող եք հարցնել, թե բա ինչու մյուս կոալիցիոն ուժերի դրոշները չկան, ասենք Անգլիայի կամ Ֆրանսիայի։ Բանն այն է ըստիս, որովհետև ես այստեղ եմ իմացել, որ Չեխոսլովակիայի ժամանակահատվածում Չեխոսլովակիայի մեծ մասը ազատագրել են ամերիկյան ուժերը, զորքերը։ Այստեղ շրջակայքում կան բազմաթիվ մի քանի եղբայրական գերեզմաններ, որտեղ շատ են անգլո-ամերիկյան զորքերի զոհերի գերեզմաններ, շիրիմներ։ Հենց Կարլովի վարիում, ասենք Կարլովի վարին ազատագրել են ամերիկացիները եւ ըստ այն Յալթային ձեռքբերված պայմանավորվածության շնորհիվ ամերիկացիները առաջ չեն գնացել, չեն հասել Պրագա։
այլ ասել եմ մինչև Պրագայից մոտ 100 կիլոմետր հեռավորության վրա եւ կանգ են առել, այսինքն մոտ այնպես այս Կարլովի Վարիում։ Իդեպ, քանի որ խոսք գնաց Կարլովի Վարի եւ Պրագայի մասին, ապա ես ասեցի, նշեցի, որ Կարլովի Վարի մարզում կան բազմաթիվ կան ներողություն մի քանի եղբայրական գերեզմաներ, որտեղ հանգչում են անգլո-ամերիկյան կոալիցիոն զորքերի զինվորների աճյունները։ Իհարկե կան նաև եղբայրական գերեզմաններ, հատկապես մանավանդ Սլովակիայում, այսպես այստեղ է Կարլովի Վարի մոտ, որտեղ կան եղբայրական գերեզմաններ, որտեղ հանգչում են սովետական զինվորների աճյունները։ Ինչևէ, պատերազմ էր եւ քանի որ խոսք գնաց այդ ժամանակվա մասին, էլի ասեմ, որ ինձ համար հայտնություն էր, որ փաստորեն Պրագան խորհրդային զորքերը չեն ազատագրել, այդ խորհրդային զորքերը արդեն մտել են Պրագա, որտեղ նացիստները արդեն հեռացել էին այդ քաղաքից։ Բանն այն է, որ ամսի մայիսի 7-ին, 6-ին, 7-ին Պրագայում ստեղծվում է ապստամբությունը նացիստական զորքերի դեմ։ Եվ այդ ժամանակ ապստամբների կողմն են ասնում ավելի ճիշտ, ռուսական ազատագրական բանակի, այսինքն վլասովականների զինվորները, որոնք այն ժամանակ կային Պրագայում։ Քանի որ արդեն որոշված էր, կանխորոշված էր պատերազմի ելքը, վլասովականները, հատկապես շարքային զինվորները հույս ունեին, որ անցնելով կռվելով նացիստների դեմ, ինչ որ կերպ, ասենք, դա նրանց համար հնարավորություն կտա, որպեսզի մի քիչ մեղմ վարվեն իրենց հետ խորհրդային միությունում։ Բայց դա այդպես չեղավ։ Այդ մարտերի ժամանակ մոտ 300 վլասովականներ զոհվեցին հենց Պրագայում նացիստների դեմ կռվելու ժամանակ։ Միաժամանակ նաև շատ վիրավորներ կային Պրագայի հոսպիտալներում, երբ խորհրդային զորքերը մտել են Պրագա, եւ այն վլասովականները, Ռուսաստանի ազատագրական բանակի զինվորները, որոնք հանձնվել են սովետական զորքերին, կամ գնդակահարվել են տեղում, կամ աքսորվել են Սիբիր, եւ այնտեղ են գնդակահարվել։ Իսկ հստականատեսների, չեխական աղբյուրների նույնիսկ շուշկալներ են արել հոսպիտալներում, խորհրդային, այսպես կոչված սմերշ ֆաշիստը, այսպեսի պատժիչ կազմակերպություն եղել խորհրդային զորքերի շրջանում, NKVD-ի զորքերի ազնվված, որոնք հայտնաբերելով վլասովականներին, վիրավոր վլասովականներին, հենց մահճակալների վրա գնդակահարել։ Այսպեսի բան էր, այնպես որ պատերազմը դաժանություն է եւ խորհրդային ֆիլմերից, որտեղ ստեղծում են պայմաններ, պատկեր է ստեղծվում իբր խորհրդային մարդասիրության, խորհրդային զորքերի մարդասիրական վերաբերմունքի մասին, դրանք գեղարվեստական զեղումներ են, իրականությունը այդպես չի։ Մանավանդ որ կան բազմաթիվ գործեր, օրինակ Յուրի Բոնդարևի եզերք վեպը, որտեղ նկարագրվում է, թե ինչ վիճակ է տիրել այն քաղաքներում, որտեղ խորհրդային զորքերը մտել են, ազատագրել են նացիստներից, որոնց հնարավորություն է տվել 3 օր, այսպես ասած, ռուսների ասած բեսպրեդել, թալան, բռնաբարություններ, ամեն ինչ տիրել է այդ քաղաքներում։ Դա նշում է Յուրի Բոնդարևը իր եզերքը վեպը։ Կային նաև եզերքը վեպը չի, նաև կան փաստեր այդ մասին։ Պատերազմը, այնպես որ պատերազմը հերոսություն չի, եւ դա է պատճառը, որ հիմա այդ խորհրդային, այդ հետխորհրդային սովետական, ռուսական այդ պրոպագանդիստները հաղթանակը դարձրել են հաղթանակաբեսություն, հաղթանակի իմաստը դարձրել են հաղթանակաբեսություն։ Հիմա դրանք ավելացնել։ Ես ինչու նշեցի հաղթանակաբեսություն, հա, այսպես մասն։
Բանան է, որ հիմիկվա ռուսական այդ պրոպագանդիստների և վերնախավը կառավարական գերմանական նացիզմի դեմ տարած հաղթանակը վերագրում են զուտ իրենց։ Հաղթել են, կռվել են ռուսները, հաղթել են ռուսները առանց որևէ մեկի օգնության։ Նույնիսկ 1000-ից մեկ է պես հիշատակում, որ հիշատակում Խորհրդային Միության մյուս ազգերի մասնակցության խնդիրը։ Այդ չեմ ասում, որ խոսք անգամ լինել չի կարող, որպեսզի հանգած ներկայիս ռուսական պրոպագանդիստները հիշատակեն հայկական, օրինակ, ասենք հայկական 4 դիվիզիաների գոյության փաստը եւ միակ հայկական դիվիզիան, որ միակ համայան հայկական 79-րդ դիվիզիան է եղել, որ մասնակցել է պես հայկական դիվիզիա Բերլինի գրավմանը։ Մասին իհարկե խոսք չկա, չի կարող լինել։ Հիմա գիտեք, շատ է խոսվում նաև որոշ մեր հայկական պատրիոտների հիշատակում են, թե շատ են եղել հայ կամավորները, որոնք կամավոր գնացել են կռվելու, որտեվ հանուն Հայաստանի կռվել են, որովհետև իմանալով, թե ինչ կարող է լինել, եթե Խորհրդային Միությունը պարտվի, այսպես կողմից էլ թուրքերը կմտնեին։ Ամեն ինչ էլ հնարավոր է, բայց չի կարելի ասել, որ հայ ժողովուրդը մեծ մասը կամավոր է գնացել, այդպիսի բան չկա։ Իմ հարազատներից պապս եւ պապիս երկու եղբայրները կամավոր չեն գնացել, եղել է զորահավաք եւ մեկնել են ռազմաճակատ։ Այդպես է եղել նաեւ շատերի հետ։ Այս կամավորները եղել են, անշուշտ եղել են կամավորներ, բայց դա եղանակ չի ստեղծել։ Եղել են ընդհանուր զորահավաք, եղել են նաև զորահավաքից փախչողներ, տարբեր տեսակի, այդպիսի մարդիկ էլ կան, որոնք հետո արդեն 70-ական թվականներին այդպես վետերանների գլխույկներով ֆրֆռում էին եւ առանց հերթ շուտ ապրանքներ էին առնում։ Հասկանում եք, այդպիսի կեր կային։ Ճիշտ այնպես կային նաև այնպիսիք, որոնք ամեն առիթով թե հարևանների շրջակայքում, թե ինչ-որ նարդու սեղանի շուրջ կամ ինչ կամ սկսում էին պատմել, թե ինչպես են կռվել, ինչ մարտական գործողություններ մասնակցել։ Այնինչ իսկական զինվորները երբեք չեն պատմել։ Ես չեմ հիշում ինձ մի բարեկամներից մեկին, որոնք որ կռվել են, որոնք որ պատմեին, թե ինչպես են կռվել, ինչ են արել։ Այս առիթով հիշում եմ մեզ մի հարևան ունենք, ես դեռ այն ժամանակ կամ մանկապարտեզ էի գնում կամ առաջի դասարանում կներեք, այսպես զբոսաշրջիկներ են մեզ բարձրաձայն խոսում են, ստիպված եղա մեկին էլ մեր հարևան Վրաստանից եմ, երևույթին դիտողություն արում, մի քիչ կամաց խոսեմ։ Մի խոսքով, լավ, անցանք առաջ։ Հիշում եմ, որ կար մի հարևան, որը որ պատմում էր, թե ինչպես կռվելու ժամանակ էլի ստիպված էին թատել, որովհետև խանգարում են, շատ են։ Մի խոսքով պատմում էր, թե ինչպես է կռվել եւ հետո մեկ էլ պատմում էր, թե ուրեմն կռվում էինք, մեկ էլ հրաման տվեցին, պետք է դնեպր անցնենք, մի դնեպներ հոգետ չի, մի ափից մյուս ափը չի երևում, ես էլ ոնց կը, ես էլ լողալ չգիտեմ, բայց պետք է անցնենք, հրամանը կա, ու այս մարդը, ասում եմ, մեկ էլ գերան ճարեցի, գերանից բռնվելով, լող տալով դնեպերն անցա։ Եվ մենք էլ մի անընդհատ այդ նույն բանը պատմում էր, այսպես գերանավարի լողի մասին պատմությունը, եւ մի հարևան ունենք, այսպես Պոլսեցի էր, Կարապետ Բիձեն, Փապաս պապի էինք ասում այդ մարդը։ Եկել ասեց, լսի այդ տղա, այդ որ այդքան կռել, բայց հեչ մի վիրավորում չես ստացել, մեջ մի վիրավորում ստացած չի գաս, շատ պոլսի բարբարով էր ասում այդ մարդը, այլ ասեց, դե որտեղից վիրավոր, լավ կռվող է, ինչ վիրավոր։ Այդպիսիք էլ կային։ Սա ասում եմ, որովհետև գիտեք, ամենևին չնսեմացնելու համար վետերաններին, Հայրենական պատերազմի մասնակիցներին, երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակիցներին դույզնիչ, ուղղակի նաև իրականությունը, կյանքի ամեն ինչ էլ եղել է։
Ու նա վերադառնալով այն մտքին, թե իբր հիմնական ռուսական պրոպագանդիստները նշում են, այդ ում նաև համայն Ռուսիայի իմաստուն են իր բերանով ասել է, որ Ռուսաստանը կռվել է մեր մենակ, բա լենդ-լիզը։ Չասած ճակատամարտները, որոնք մասնակցել են, կռվել են անգլո-ամերիկյան զորքերը, բա լենդ-լիզը, որ լենդ-լիզը չլիներ, համոզված եղեք, որ Խորհրդային Միությունը պատերազմի տակից դուրս չէր գա, միանշանակ դուրս չէր գա։ Տոննաներով ռազմամթերք, արկեր, ինքնաթիռներ, տանկեր, վարոդ, ալյումին, պողպատ մատակարարվել է Միացյալ Նահանգներից Ռուսաստան։ Եվ երկու ճանապարհ եղել, գիտեք, մեկը հյուսիսից Բալթիկ ծովի կողմից, մյուսն էլ Հնդկական օվկիանոսով, որը որ եղել է շատ բեռնափոխադրումներ, շատ ռազմամթերք անցել է նաև Իրանով, Հայաստանով։ Եվ պապս պատմում էր, թե ինչպես տատս ներողություն տատս պատմում էր, թե օր ու գիշեր համարյա Երևանով այդ քանակերով ամերիկյան ստուդաբեկերները բարձրած զենք ու զինամթերքով անցնում են գնում են դեպի հյուսիս դեպի Ռուսաստան։ Միաժամանակ նաև էլ չասած սննդամթերքի օգնությունը, որ նույնիսկ հիշում եմ դեռ մանկապարտեզի տարիներին, երբ տատս հետ գնում էինք շուկա, այնտեղ ձեռքի վրա վաճառում են ինքը պատսն ասում ես, ամերիկյան տուշոնկաները։ Ամերիկյան պահածոնից պահածոյացած միս էին վաճառում։ Կաթի փոշի, ձվի փոշի, ամերիկյան լենդիզով եկած։ Այնքան շատ էր, որ նույնիսկ պատերազմից հետո անցել էր արդեն 10 տարի, 10 տարուց ավել, բայց դեռ ձեռքի վրա այդ ամենը վաճառվում էր։ Եվ հիմա անդրադառնամ նրան, թե ինչու ես այնուամենայնիվ իմ այսօր հաղորդումը վերնագիր դրեցի հաղթանակաբեսություն, որովհետև ըստ իրավացիորեն որոշ ռուս ընդդիմադիրներ, ներկայիս ռուսական իշխանությունների, այս ամենը կոչվում են պաբեդաբեսիա։ Ինչպես մի հատ կար հաղորդում, հա, Բեսագոն, որը վարում էր ոչ անհայտ Նիկիտա Միխալկովը, այնպես բոլոր ժամանակների մեծագույն բնակալեզը բոլոր իշխանությունների համար, դեպս գով կանելով ներկայիս իշխանություններին, Պուտինին եւ այլն։ Հիմա էլ այս ամենը հաղթանակը, ինչու են ասում պաբեդաբեսիա, որովհետեւ գիտեք, պատերազմը դա ռոմանտիզմ չի, պատերազմը դա ողբերգություն է, պատերազմը դա մահեր են, հավերածություններ են, խեղված կյանքեր են, խեղված ճակատագրեր են։ Եվ հիմա երբ նրանք այս ասում են, հիմա հարկինի նորից կկրկնենք, надо будет повторим, հա, սրանք ասում են։ Ինչը կկրկնես։ Միլիոնավոր զոհերը, միլիոնավոր ավերածությունները, եւ այդ դրանք չեն հիշում, գոնե այն հայտնի իրական պատմությունը, որ տպագրված էր սովետական լիտերատուրնա գազետա թերթում, որ այն ժամանակվա Խորհրդային Միության տարիներին լիտերատուրնա գազետան դերևս ամենադեմոկրատական թերթն էր, դրա համար լիմիտով էր, բոլորը չէին կարող բաժանորդագրվել եւ հատուկ պետք էր բաժանորդագրվել այդ թերթը կարդալ համար, որովհետեւ ասում եմ, այն ժամանակվա լավագույն խորհրդային բաց դեմոկրատական թերթ էր, որը Pravda չէր, Izvestia չէր, հասկացաք, չէ՞ ինչ եմ ասում։ Որտեղ անշե գրված էր, թե ինչ-որ ինչպես թե մի թոռը պապին պատերազմում կռված պապին հարցնում է, պապ, բա եթե մենք ենք հաղթել գերմանացիներին, բա ինչու են նրանք մեզնից լավ ապրում, հասկացաք։ Եվ հիմա սրանք ուզում են կրկնել, եւ նույնիսկ 90-ական թվականներին, երբ Խորհրդային Միությունը եւ ոչ եւս էր լինում, երբ ամենտեղ ավերածություններ համարյա սովի է, այդ չլինեին բուշի տոտիկները, ինչպես ասում են, հավի ամերիկյան այդ հավի բդերը, հա, որ ուղարկում են սառացրած, բուշի տոտիկներ էին ասում, ժողովրդի մեջ Խորհրդային Միության հետո Խորհրդային Միության տարածքում սով էր, Ռուսաստանում էլ, Հայաստանում էլ, բոլոր տեղ, ամենտեղ ամեն ինչի դեֆիցիտ էր։ Նույնիսկ
նախին Վերմախտի վետերանները, այսինքն նացիստական Գերմանիայի կողմից պատերազմի ժամանակ կրված գերմանացի վետերանները խորհրդային վետերաններին հումանիտար օգնություն են ուղարկել։ Խոսքը վերաբերում է Սանկտ Պետերբուրգի Լենինգրադի մարզը։ Պատկերացնում եք։ Սա չափազանցություն չի, սա իրականություն է։ Եվ հիմա նորից այս հաղթանակի 80-ամյակն էլ վեր են ածել մի պրոպագանդիստական ինչ-որ մի հաղթանակաբեսության։ Էլ եմ ասում, պետք լինի կրկնենք, եւ այդ ամենը կրկնում են այսօր Ուկրաինայում։ Ցավալի է։ Ցավալի եւ զզվելի է։ Այնպես որ նորից ասեմ այդ հաղթանակաբեսությունն էլ ամփոփվում է նրանով, ծավալում է նրան, որ կռվել են ռուսները, ամեն ինչը ռուսների, ռուսական այդ շնորհիվ Ռուսաստանը Եվրոպան ազատագրել է նացիզմից։ Պատկերացնում եք։ Էլ բացի ռուսներից ուրիշ կռվողներ չեն եղել։ Իդեպ այս առիթով ես հիշեցի դպրոցական էի, ծնողներիս հետ մենք գնացել էինք Անապա հանգստանալու ծովափ եւ որս հետ հիշում եմ քայլում ենք Անապայի դուրսենք եկել բարձր դեպի լեռների կողմերը, որտեղ խորհրդային զինվորների մարտերի ժամանակ զոհված հայկական պատերազմի ժամանակ մարտերի ժամանակ զոհված զինվորների գերեզմաններ էին։ Եվ հիշում եմ հայրս ինչ ուշադրությամբ կարդում էր ազգանունները։ Ըստ որում ես լավ հիշում եմ, որ մեծ մասը հայկական ազգանուններ էին։ Եվ բարի հայրս փնտրում էր հոր ազգանուն։ Որ մեկ էլ տեսար հանկարծ, որովհետև եւ պապս եւ պապիս երկու եղբայրները եկնել էին ռազմաճակատ եւ անհետ կորել։ Եվ քանի որ նորից խոսք գնաց էլի այդ ռուսները ախր ով չգիտի որ Կերչում դիտավորյալ մղել են գերմանացիների դեմ մարտերին հայկական դիվիզիաները։ Եվ Կերչի նույնիսկ այդ նույն Կերչի մատույցներում, ասես գերեզմաններում ամենալրիվ հայկական ազգանուններ են։ Եվ նույնիսկ այդ զորակոչի ժամանակ էլ ասում ենք, չէ, հայտնի է, որ Հայաստանից 600,000 զինվոր է գնացել բանակ, որից կեսը զոհվել է։ Էլ չեմ ասում, որ Խորհրդային Միության կողքի հանրապետությունից եւ Վրաստանից եւ Ադրբեջանից, հատկապես Ադրբեջանից զորակոչվածներից մեծ մասը հայերին են զորակոչել։ Դա ժամանակ բարձր չէ, թե ինչ է։ Նաեւ խոսվում է, ասենք, Ղրիմի թաթարների արտաքսումից, Ղրիմից, որ նրանք իբր օկուպացիայի տարիներին համագործակցել են նացիստների, գերմանացիների, չի նշվում, որ Ղրիմի թաթարներից առաջ Ղրիմից արտաքսել են հայերին։ Այնպես որ եթե տոկոսային նույնիսկ հարաբերության վերցնենք, հայերը շատ ավելի զոհ են տվել, քան մյուսները։ Տոկոսային հարաբերությամբ, մանավանդ որ ռազմական գործողություններ Հայաստանի տարածքում այդ ժամանակ չեն եղել։ Իդեպ մի հետաքրքիր բան էլ պատմեմ, երևի շատերը չգիտեն, որովհետև շատերը մենք խոսում ենք Շարլ Ազնավուրի մասին, Շարլ Ազնավուր, բայց գոնե չեն կարդացել Ազնավուրի մասին գիրքը, որտեղ այնտեղ մի գլուխ կա, թե ինչպես Ազնավուրը հիշում է հորը Միշան եւ Նժդեհը, չէ, ներողություն,
Դրաստամատ Կանայանը Միշա Ազնավուրի հետ շրջել են համակենտրոնացման ճամբարներով, փնտրել են հայերին, նախապես կազմացուցակներով եւ հանդիպելով նրանց հետ կոչ են արել, որպեսզի հայերը անդամագրվեն հայկական լեգիոնին, ոչ թե որպեսզի որ կռվեն, այլ որպեսզի փրկեն իրենց կյանքը։ Դրանից մի քիչ իրենք ավելի շատ սնունդ կստանային, ապահովագրված կլինեին գնդակահարություններից, տարբեր տեսակ հիվանդություններից, մահից, ինչեւ որ Կանայանն ու Միշա Ազնավուրն են իրենց համոզել, անդամագրվեք, որ ողջ մնաք, ինչեւ պատերազմը կվերջանա։ Եվ նույնիսկ փաստ է, որ նույնիսկ նրանք, որոնք անդամագրված են եղել հայկական լեգիոնին, գերմանացիները 2 հայկական լեգիոն են ուղարկել արևելյան ճակատ եւ 2 լեգիոններն էլ անցել են սովետական բանակի կողմը։ Չեն կռվել, մի փամփուշտ անգամ չեն կրակել։ Բայց ինչ ասես, հանձնվել են եւ հայտնվել են Սիբիրում եւ դակարվել։ Իդեպ Սիբիրի մասին, Սիբիրում են հայտնվել ոչ միայն հայկական լեգիոնի անդամագրված զինվորները, որոնք չեն կռվել, հանձնվել են, Սիբիրում են հայտնվել նաեւ Ավստրիայից 1955 թվականին խորհրդային միություն վերադարձրած զինվորները, սպաները, զինվորները։ Բանն այն է, որ Ավստրիան մինչև 1955 թվականի հունվարի 1-ը եղել է խորհրդային օկուպացիան տակ։ Ըստ ամերիկյան կողմի պայմանավորվածության Ավստրիայում մինչև 1955 թվականի հունվարի 1-ը կանգնած է եղել, տեղակայված են եղել խորհրդային զորքերը։ Եվ 55 թվականի հունվարի 1-ին եւ Ավստրիան հայտարարել է իր անկախությունը, պայմանով որ ինքը մնալու է որպես չեզոք երկիր, դրանից հետո խորհրդային զորքերը դուրս են բերվել Ավստրիայից։ Եվ գիտեք ինչ, խորհրդային զորքերի հետ Ավստրիայում ծառայած մեծ մասին կամ ուղարկել են հեռավոր շրջաններ, որպեսզի շփումները քիչ լինեն, ոմանց էլ նույնիսկ աքսորել են Սիբիր սպաներին հատկապես, որպեսզի աքսորի պատճառն էլ եղել է այն, որ շփումների ժամանակ նրանք զարմացած պատմել են, թե ինչպես նույնիսկ արդեն 55 թվականին Ավստրիայում կյանք ավելի լավն է եղել, ավելի բարեկեցիկ է եղել, քան հաղթած խորհրդային միությունը։ Եվ դրա պատճառով ուղարկել են Սիբիր եւ նաեւ մյուսներին։ Ուղարկել են, որպեսզի մարդիկ քիչ շփվեն եւ քիչ պատմեն այն հսկայական կենսամակարդակի տարբերության մասին, որ եղել է նույնիսկ պարտված Գերմանիայում, պարտված Ավստրիայում, քան հաղթած խորհրդային միությունը։ Մի քիչ այսօրվա իմ հաղորդումը մի քիչ այսպես կարող է թվալ հախուռն, բայց զիտավորալ եմ այսպես որոշեցի այսպես անդրադառնալ այս օրվանը, որովհետև հաղթանակը մեր նախնիների մեծագույն նվաճումն է, որոնք որ նախնիներ ասելով ոչ միայն նկատի ունեմ Հայաստանի, մեր հայերին, այլև խորհրդային միության եւ բոլոր նրանց, որոնք կռվել են նացիզմի դեմ եւ իրենց կյանքն են զոհել, ապա խոնարհումս եւ խորին հարգանքը հավերժ հանգչեն նրանք իրենց շիրիմներում։ Բայց երբ այս ամենը դա վերածվում է խրախճանքի, հաղթանական բեսության եւ հիմա էլ պրոպագանդում են այսպես մատաղ սերնդին, թե պատերազմը գիտեք ինչ հուսավառություն է, այդ պատերազմը կոմպյուտերային խաղ չի է, այս կոճակները սեղմելով տանկ պայթեցնես, ինչ անես, եմ ասում, պատերազմը մահեր են, զոհեր են, հեղվածություններ են։ Եվ գիտեք ինչ, նույնիսկ խորհրդային միության ժամանակ, որովհետև այն ժամանակվա բոլոր ղեկավարները անցել են պատերազմի միջով եւ գիտեն թե ինչ է պատերազմը, ոչ մի ղեկավար այն ժամանակ այսպես չէր գովի, չէր այսպես ռազմատենչ կոչեր չեր անի, ինչպես ասում են հիմիկվա այս դուրս պրծուկները, թող ներվի ասել, մեղմ ասած, որ էլի կկրկնենք, բայց չեք կրկնի։
Մի խոսքով այսօր այսքանը, բայց նախքան ստեսություն ասելը մեկ անգամ եւս խնդրում եմ, որպեսզի բաժանորդագրվեք իմ համալսարանության YouTube բալիկին, դրանք սողված են նրանց, որոնք նայում են հաղորդումները, բայց դեռ չեն բաժանորդագրվել։ Բաժանորդագրվեք, դրեք լայքեր, որովհետեւ ձեր լայքերով իմ համալսարանության YouTube բալիկը ավելի է տարածվում։ Եվ այսպես այսօր ավարտում եմ իմ այսօրվա հաղորդումը, մայիսի 8-ի հաղորդումը նվիրված նացիզմի դեմ տարած հաղթանակի 80-ամյակին, որ ես վերնագրել էի հաղթանակաբեսությունը եւ իրատեսությունը։ Ցտեսություն կհանդիպենք։